Ընդհանուր հակառակորդի կամ թշնամու դեմ Հայաստանում պետք է լինի միասնություն ու համերաշխություն, անկախ նրանից Փաշինյանն է ղեկավար թե ով, պետք է լինի միասնական դիրքորոշում։ Բայց այս հարցում էլ ենք պառակտված եւ չկա հանրային կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է Հայաստանի շահերով։ Շատերը կասեն, միայն քննադատում եք, լուծում չեք առաջարկում։ Արդեն նշեցի այն քայլերը, որոնք Փաշինյանը չի անում, բայց դրանք կարող են որոշակիորեն կանգնեցնել միակողմանի զիջումների այդ թափանիվը։ Առաջին, դիմել ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Ֆրանսիային, հայ-ադրբեջանական հնարավոր խաղաղության պայմանագրում լինել միջնորդներ ու երաշխավորներ, քանի որ Ալիևը առիթը բաց չի թողնում նոր պատերազմ սկսելու համար եւ միշտ առիթ կգտնի։ Հետևաբար գլոբալ խաղացողները պետք է շահագրգռված լինեն, որ Ադրբեջանը եւ Թուրքիան վերջնականորեն չգրավեն այս տարածաշրջանը եւ դրա հետևանքով նրանց դուրս մղեն այստեղից։ Երկրորդ քայլը, թե միջազգային գործընկերների, թե սեփական ուժերով նախապատրաստվել ոչ թե թղթային, այլ իրական խաղաղության, իսկ դա հնարավոր է միայն ուժերի բալանսի վերականգնմամբ, ինչպես զենքի գնումներով, այնպես էլ երկրում ռազմարդյունաբերություն, տեխնոլոգիաներ ու քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքներ, ռազմական կրթություն զարգացնելով։ Հենց նոյեմբերի 9-ի փաստաթղթի պատմությունը ապացույցն է այն բանի, որ ոչ ստորագրությունը, ոչ միջնորդությունը դեր չեն խաղում, եթե չկա ուժերի բալանս։ Միայն դիմացը ուժ տեսնելուց են սկսում հարգել քո շահերը։